մենք այն ազգն ենք, որ երբեք երջանկություն չենք ունեցել, բայց դժբախտությունը մեզ միշտ հուշել է, թե ինչպես պետք է վարվել, որպեսզի գոյատևել։ Եվ ռուսերեն ասում են, на Бог надеюсь, ой, ինչպես… Нет худа без добра. Нет, не было счастья, да несчастье помогло. Ну, это ли. Ահա, ուրեմն այստեղ բախտի բերմամբ թե պատահմամբ վերջապես այսօրվա կառավարությունը հայտարարեց օֆիցիալ, որ պարտադիր սահմանադրությունը եկող տարի պիտի փոխի։ Իմ կարծիքն է, որպեսզի մտնենք հարկային դաշտ եւ վերջապես մեր ժողովրդին մասնակից դարձնենք մեր երկրի ծաղկմանը, հաճեցմանը, որտեղ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք եւ միշտ մեր զարգացումը եղել է առաջերտին մեր մտավոր պոտենցիալի, մեր ժողովրդի ունակությունների հաշվին, սահմանադրության մեջ պարտադիր այս նոր սահմանադրությունը, որը ինձ թվում է կընդունվի, մեր ժողովուրդը պիտի համաձայնի միայն այն դեպքում, եթե այս հանքարդյունաբերության վերաբերյալ կետը լինի Հայաստանի ընդերքի պարունակության սեփականատերը հայ ժողովուրդն է։ Իշխանությունները կգնան այդ քայլին, այդ հետադարձ քայլին։ Ամենամեծ իշխանությունը ժողովուրդն է։ Ժողովրդի ձեռքին է քվեարկությունը։ Ժողովուրդը պետք է պահանջի։ Ժողովուրդն է գնալու քվեարկի, առանց ժողովրդի քվեարկության ոչ ոք չի կարող հայտարարել իրենց սեփականությունը կառավարության, պետության կամ ինչ որ մեկի։ Եվ դրա համար ես ասեցի այս կարելի ասել դժբախտությունը մեզ կօգնի, որպեսզի երջանկություն գա մեր ժողովրդի վրա, ժողովուրդը տեր դառնա իրեն հարստությանը։ Բախտ է վիճակվել վերջապես, որ հայ ժողովուրդը կարողանա տիրապետի իր ճակատագրին, իրեն հարստությունը վերցնի իրեն։ Երկրորդ միջոցառումը, որ մեր պետությունը, Հայաստանի պետությունը այսօրվա իշխանությունը պիտի անի, դա նաև որ բացի մտնելով հարկային դաշտից համապատասխան այս սահմանադրությունում կետ մտցնելու ամբողջ աշխարհի լեռնամետալուրգիայում ամբողջ աշխարհի օլիգարխները, մագնատները աշխատում են համապատասխան միջազգային արտադրանքի բաժանման օրենքի, որն է այդ օրենքի հիմնական բովանդակությունը այն է, որ հանքարդյունաբերության մեջ որ երկրի ցանքերը վերցնում են պարտադիր 51%-ից ավելին այդ հանքի արժեքի տերը լինում է այդ պետությունը, որտեղից արտահանվում է։ Շատ ժամանակ մինչև 70% այդ արժեքը ստացվող արժեքի 70%-ը պետությունն է լինում։ Այդ սկզբունքով է աշխատում նաև Ռուսաստանը, ես Ռուսաստանի օրենքի հիման վրա գիտեմ։ Այդ օրենքը բոլոր պետությունները, նույնիսկ Ռուսաստանը ունի այդ օրենքը, երկար տարիներ աշխատում են դրանով, որը թույլ է տալի, որպեսզի թեկուզ հանքանյութել արտահանում են, արդեն ասեցինք ոչ աշորային գոտիով, այլ ուղիղ, արդեն հարկային դաշտով դաշտի մեջ մտած մեծ գումարներ բերել բյուջե։ Հայաստանում այդ օրենքը ես արդեն երրորդ անգամն է կրկնում եմ, այդ օրենքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, Հայաստանը համաձայն միջազգային օրենքների այդ արտադրանքի բաժանման չի աշխատում։ Դրա համար աշխատողները միայն բավարարում են նրանով, որ 20-22% տալիս են պետությանը, որն էլ քանի որ պարզ չի։ 20-22% է, որպես ինչ են տալիս։ 17%-ը հանքերի մշակման համար, 5%-ը ինչ որ էկոլոգիայի հարցերի վերականգնման լուծելու համար։ Դա տալիս են եւ արդեն ազատ գործում։ Ազատ գործում են, բայց արդեն մենք նշեցինք, ազատ ինչպես են գործում, չկա վերահսկողություն։ Եվ իհարկե հանքարդյունաբերության մեջ կա այսպիսի օրենք, եթե հանքանյութի մեջ կա մի քանի էլեմենտներ, ոսկի, արծաթ միասին են լինում պարտադիր, ցինկ, պղինձ, ալյումինի, սովորաբար լիցենզիա տալիս են մեկ էլեմենտին։ Ենթադրենք մեր մոտ կամ մոլիբդենի լիցենզիա են տալի, կամ ոսկու լիցենզիա են տալի, կամ պղնձի լիցենզիա են տալի։ Մյուս էլեմենտները, որոնց իրենց արժեքով
Կարող են գերազանցել անգամ։ Գերազանցում են լինում է մի քանի անգամ։ Դրա համար ամենանվազագույնն են երևի լիցենզիա հանում Ոչ, նվազագույնի համար։ տալիս են այն, որը ուսումնասիրված է եւ հաստատված է պետության կողմից, որտեղ պետությունը լիցենզիա տալով գարանտիա է տալի, որ այդ արժեքը, որը գրում է լիցենզիայի մեջ, իրականում կա այդ հանքանյութի մեջ։ Եվ իհարկե քիչ են գրում, որպեսզի հետո դատային իրավական խառնաշփոթներ եւ վեճեր չլինեն։ Այդտեղ պետությունը շատ է կորցնում, այսինքն ժողովուրդը։ Ներողություն, պետությունը գիտակցված է դա կորցնում, այսինքն պետությունը ինքը չգիտի այդ մասին, թե հատուկ է դա արված եղել եւ շարունակում է մնալ։ Կոնկրետ Դա Ռուսաստանի օրինակ պետական մակարդակով արված, այսպես ներողություն, բառը չեմ ուզում օգտագործել, գողություն է, թե մասնավոր ինչ-որ ձեռնարկություններ, սեփականատերեր արանքը գտնում են եւ այդ օֆշորներում կորցնում են հետքերը։ Եվ պետությունը օրենք չունի, որ կարողանա կառավարել։ Օրինակ ասեմ, երբ որ ես 1998 թվականին Կեմերովին բարձր պետական աշխատանքի եւ կակրած հսկում էի այս բնագավառը այդ 90 թվականին պրեզիդենտ Ելցինի մոտ աժուտաժ էր դեֆոլտը եղավ ամբողջ տնտեսությունը քայքայվեց նույնիսկ թոշակներ չէին կարողանում վճարել եւ միակ ելքը դե համարվում էր Ելցինի կոմանդայի մազգավոյ ցենտրը Գայդարը եւ Չուբայսը նույնիսկ այդ երկու քանդող ղեկավարներ, պետությունը քանդող ղեկավարները իրենք առաջարկեցին, որ արգելել հանքանյութը առանց հաշվառման դուրս հանել։ Միայն կարելի է վերամշակել նոր արտահանել կամ հանքանյութի մեջ եղած թանկարժեք գունավոր մետաղների պարունակության արժեքը մուծել մինչև տամոժնյա նախորոք մուծել, հետո դուրս անել։ Իրենք բոլոր օրենք շփվում են ռուսական իշխանության հետ ինչքան պետք է բոլոր օրենքներին ծանոթ են, քանի որ տրադիցիոն դեռ 90-ական թվականներից փլուզումից հետո այդ ճանապարհով են աշխատել, դժվար են կարողանում հետ վերադառնալ։ Դա մեծ կամք է պետք, մեծ ուժեր են պետք, խիզախություն է պետք։ Աշխատանքը ձևակերպել համապատասխան համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքի։ Այսինքն, որ մեծ մասը այդ հանքանյութի արժեքի մեծ մասի տերը պայմանագրում լիցենզիայի մեջ պետք է գրվի, որ հանքանյութ արտահանող պետության սեփականությունն է, պետությունն էլ ժողովուրդն է, ժողովրդի սեփականությունն է։ Ում լիցենզիա են տալի, այդ լիցենզիայի տերը չէ, լիցենզիայի իրավունք ունեցողը։ Լիցենզիան դա հանքերի հետ աշխատելու իրավունք է։ Դա սեփականության հասկացություն չի։ Սեփականության, հանքերի սեփականության տերը մնում է ժողովուրդը, պետությունը եւ ուրիշ ոչ մեկը սեփականատեր չի կարող լինել։ Սա երկրորդ կետն է, պարոն Մակարյան, ինչ եք կարծում, գործարարներին սա դուր չի գա։ Կընդդիմանան այսպիսի կետին։ Ես ասեմ, որ շարունակելով իմ կարծիքով գլոբալ առումով նաև Հայաստանում պետք է փոխել հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը այսպես կոտրատված կիսատ վիճակ է, որից նաև օգտվում են եւ պաշտոնյաները, եւ գործատուները, եւ ասենք թե պոտենցիալ ներդրողները, որովհետեւ եթե ռազմավարությունը այնպիսին է, որից բխող գործիքները, օրենքները, որոշումները կամ վերահսկողության մեխանիզմները կատարյալ չեն լինում, կամ ռազմավարությունը չկա եւ դա լողոզված պատկեր է ստեղծում, ձեր նաեւ հարցին պաշտոնյաներից շատերը չեն էլ ցանկանում տեսնել։ Ինչու, որտեղ երբ որ իրենք տեսան, իրենք պետք է ըստ իրենց պատասխանատվության գործողություն կատարեն։ Բայց շատ պաշտոնյաներ ներկայումս հենց ներկայիս կառավարության իրավիճակում խուսափում են ավելորդ պատասխանատվությունից եւ մոտիվացիայի դրսեւորելուց, որտեւ հաճախ դրա համար նույնիսկ կարող իրենք պատժվեն։ Այսինքն
Այն ինչ որ արդեն նաև կառավարությունն է սկսել աստիճանաբար տեսնել, հասկանալ եւ խոսում է դրա մասին, եւ նախկին ժամանակներից եկող պետական պաշտոնյան չի նշանակում, որ եթե ինքը այդ պաշտոնը գրավում է, ինքը ուրեմն ամեն ինչը հասկանում է, ամեն ինչը տեսնում է կամ ամեն ինչը իրագործում է։ Այստեղ ուրեմն այս խնդիրը նաև կա։ Հետևաբար ռազմավարությունից նաև պետք է գալ ու այստեղ պետք է դրվեն մի քանի կարևոր պահանջներ։ Առաջինը, որ եթե ձեռնարկությունը ստանում է լիցենզիան տվյալ տեսակի, ասենք մետաղական հանքի վերաբերյալ, բայց մենք գիտենք, որ այնտեղ կան նաև այլ հարակից նյութեր բավականին եւ դրա համար ինքը լիցենզիա չի ստանում ու դրանք գնում լցվում են պոչամբար, որտեղ դրանք չեն մշակվում, պետությունը պետք է իր սեփականության իրավունքը վերանայի նաև պոչամբարի նկատմամբ, որտեղ եթե քո տեխնոլոգիան թերի է, որ դու ընդհանրապես մի մետաղ ես շահագործում, իսկ մետաղները տանում լցնում ես ուղղակի գերեզմանոց, դա չի նշանակում, որ դա քոնն է դառնում։ Քոնը չպիտի դառնա, բայց դարձրել են միջև հիմա։ Միջև հիմա այդ պոչամբարները արդեն ձեռնարկությունների սեփականությունն են, այդ հարստություններով։ Հետևաբար շատ կարևոր է այստեղ նաև, որ ես նկատել եմ պոտենցիալ ներդրողները նույն Լիդիանի նաև դեպքում հաճախ այդ էքսպերտիզան լիարժեք իրականացնող տեսանկյունից պետությունը համապատասխան ռեսուրսներ չունի եւ կամ էլ խուսափում է ներգրավել համապատասխան ռեսուրսներ ներսից կամ դրսից։ Այսինքն լիցենզիան տալուց առաջ պետք է լավ հասկանալ ում հետ գործ ունես, ինչ փորձ ունի, ինչ տեխնոլոգիա ունի եւ այլն, շահագործում է կոպիտ վայրագ ձևով, թե շահագործելու է ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև կադրային խնդիրը։ Հայաստանի ակադեմիական ինստիտուտները, հետազոտական ինստիտուտները եւ բուհերը նաև իրենց կրթական համակարգով առանձնապես չեն նպաստում հանքարդյունաբերության զարգացմանը, որտեղ չգիտես ինչու մոռացվել է այդ կտորը, գիտական մասը։ Մենք անդադ հավատում ենք ինչ որ մեկի տեխնոլոգիային կամ ինչ որ մեկը գալիս է հայտարարում է, ասում է ես այսպես եմ անելու եւ այլն, դեռ ոչինչ չի արել, կարող ուրիշ երկրում էլ չի արել, առաջի անգամ մեզ մոտ է անում, բայց մենք չգիտես ինչու ենք հավատալ, որ հա, ուրեմն երևի այդպես է լինելու, բայց դա այդպես չի։ Հետևաբար այս ռազմավարության մի մասը պետք է լինի գիտության զարգացումը, որտեղ Հայաստանը եթե նախկին ժամանակներում պարոն Միրզախյանը քան անգամ դրա մասին խոսել է, նշել է, որ Հայաստանը շատ հարուստ է տրիլիոնների հասնող բնական ռեսուրսներով, բայց զարմանալի է, որ այդ ռեսուրսների շահագործման, ուսումնասիրության ինստիտուտը, փորձագիտական ինստիտուտը համարյա զարգացած չի։ Այսինքն մենք գիտական մասով ահավոր հետամնաց ենք։ Եվ դրա համար մենք նայում ենք ինչ որ գործարարի կամ ինչ որ ներդրողի ձեռքերին, թե որ կգա, ինչ կբերի, ինչքան գումար կբերի կամ ինչքան կշաղակրատի գեղեցիկ բառերով այս ամբողջի համար։ Հետևաբար Եվ որ ասում եք գործատուին դուր չի գա, բնականաբար դուր չի գա, բայց այստեղ նաև խնդիր այն է, որ մենք գնում ենք նրան Հայաստանում, որ ձեռնարկատիրական մշակույթը պետք է բարելավի։ Կապ չունի դա դուր կգա, թե դուր չի գա։ Ձեռնարկատիրական մշակույթը պիտի բարելավի օրենքների միջոցով առաջինը, երկրորդը տեսչական ստուգումների միջոցով, համապատասխան որակի, համապատասխան մակարդակի, եւ երրորդը հասարակության, քաղաքացիական հասարակության ակտիվության շնորհիվ, որոնք ինստիտուտները, որոնք օպոնենտային նշանակություն ունեն, որոնք վերահսկում են կամ դիտում են եւ փորձում են լավացնել իրավիճակները։ Երբ որ Հայաստանում ներդրումներ են գալիս եւ տեսեք մեր հանքարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները, որ նայեք, 90%-ը օտարերկրյա ներդրողներ են կամ տնօրեններ են կամ ինչ-որ մարդիկ են, անուններ են, չէ՞։ Դա հետաքրքիր է, չէ՞, բնակի համար ինչու է այդպես ստացվել։ Ինչ պատճառով է, որ Հայաստանի տեղական ռեսուրսը ներուժը չի օգտագործվել, ձեռնարկատիրական կամ գիտական, ու մեկ էլ հանգարց ինչ-որ մարդիկ են եկել դրսից, հատկապես այս ոլորտում այդպես չգիտես ինչու ստացվել։ Դա պատահական չի եղել, չէ՞ այդ բոլորը։ Հետևաբար դուք երևի պետք է պատասխանեք նաև ինչու է այդպես։ Այո, որովհետև հենց այդ օտարերկրյա քաղաքացու կամ ձեռնարկության միջոցով ներդրումը բերելը, դել է ձեռնտու, օֆշորում գրանցելը եղել է ձեռնտու, ուրեմն տվյալ պետության սիրաշահելու համար տվյալ ասենք ձեռնարկության կամ քաղաքացու բերելը եղել է ձեռնտու։ Այսինքն մենք այսպես
ոչ թե դիվերսիֆիկացված մոդել են կիրառել, այլ ես չգիտեմ այս մոդելի անունը ինչ դնենք, այլ մի հատ այսպես կոպիտ ասած այլասերված մոդել է, որը որ իհարկե վերջին տարիներին փորձում են խորանալ այդ լիցենզիաների բաների մեջ, թույլտվությունների կամ վերահսկողության մեջ, բայց միևնույն է այդտեղ անելիք շատ կա։ Եվ եւս մի խնդիր կա։ Տեսեք, պետությունը սահմանադրորեն ասում է ստանձնել եմ, ես եմ պետությանն է պատկանում, պետական մարմիններն էլ արդեն վերջին բաներում կամ օրենքում գրած է, որ իրանք են որոշում վերահսկում, բայց այսօր երբ որ թույլտվությունները տալիս են հանքերի շահագործման, հետո այդ ներդրողին ուղարկում են, որ համայնքում ժողով կազմակերպի եւ համայնքի հետ քննարկի ու համայնքը կարող է դեմ լինել, չթույլատրել այդ հանքի շահագործումը, լինում են կռիվներ, պայքարներ, ծեծկռտոց եւ այլ երևույթներ, չէ՞։ Ինչ է ստացվում։ Պետությունը պետական ռեգիստրով գրանցում է ձեռնարկություն, որտեղ կոդ է տալիս, որտեղ ասում են որն է հիմնական գործունեության տեսակից մեկը նշի, ասենք թե հանքարդյունաբերություն։ Տվեց լիցենզիան, պետությունը փողը վերցրեց լիցենզիան վաճառեց, հետո այսպես բրախում է կոպիտ ասած, գնա համայնքի հետ լեզու գտա, թե հետո ինչ է լինելու։ Այսինքն ստեղի շղթան լիարժեք չի։ Եթե դու որպես պետություն ես արդեն տերը հանդիսանում, այլ ոչ թե ժողովուրդը, ուրեմն որպես պետություն էլ հետևի միջև վերջ, որ այդ գործողությունը կատարվի։ Պետության վերահսկողությունը ապահովի եւ ճանապարհ բացարա։ Իսկ եթե ժողովրդին է պատկանում, այդ դեպքում արդեն ինչու ես դու ինչ որ միտեղ մխրճվել, մյուս տեղում արդեն դու չկաս։ Բայց սովորաբար պետությունը ձգտում է վերահսկողության, ձգտում է ավելի շատ ծածկներ ունենալու։ Դե այստեղ նաեւ տեսչական ստուգումների որակը խնդիր կա։ Դուք տեսնում եք, որ չնայած տեսչական մարմինների խորհուրդ, տեսչական մարմինները միավորվեցին, կրճատվեցին կամ անդադ պետեր են փոխվում ինչ որ տեսչական մարմինների մենք տեսնում ենք հատկապես այն ամենացավոտ, բայց միևնույն է տեսչական մարմինների ինստիտուտը զարգանալու լուրջ դեռ կարիք ունի։ Եվ տեսչական մարմիններն են, որ պիտի հորդորեն գործատուին, որ դուք ասում եք գործատուն ինչպես որ գործատուն օրենքը իմանա եւ օգտագործի։ Հաճախ նաեւ գիտելիքների պակասը եւ փորձի պակասը պաշտոնյաների թույլ չի տալիս, որ իրենք լիարժեք կարողանան գնահատել սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրները եւ կարողանան հավասարակշռություն ապահովել այդ երևույթների մեջ։ Մեզ մոտ միջև հիմա հանքարդյունաբերությունը բեռ է եղել բնապահպանության վրա եւ նաեւ ապագա սերունդների տեսանկյունից։ Համ հումքն ենք փչացրել, համ էկոլոգիան ենք փչացրել։ Տնտեսական մասը եղել է թույլ։ Սոցիալական մասը մի քիչ, ասենք, որոշ չափով այո կամ ոչ, կապված թե ինչքան աշխատատեղ ենք ստեղծել կամ ինչ պայմաններ, բայց նաև շատ կարևոր է աշխատանքի անվտանգությունը, գազերի, ջերմության, ծանրության պայմաններում աշխատանքային պայմանները որքանում են եղել արժանապատիվ եւ այլն եւ այլն։ Այսինքն տեսեք, այս ոլորտում հսկայական խնդիր կա եւ ես ուզում եմ եւս մի բան նշել, որ պետությունը որպես այս բոլորը սովորի եւ կարողանա ճիշտ անել, որտեղ իր համար դժվար է։ Անպայման պետք է միջազգային հանքարդյունաբերական ծրագրերի հետ փորձել ինտեգրվել, փորձել համագործակցել կոնֆերանսների, գիտական, ուրեմն նորույթների, ուսումնասիրությունների, միջազգային փորձի ուսումնասիրության շնորհիվ։ Կանաչ էկոնոմիկան նաև պետք է մտնի հանքարդյունաբերություն, որը հիմնականում երկու նպատակ ունի՝ էներգախնայողությունը եւ ջրի խնայողությունը։ Հանքարդյունաբերությունը այն ոլորտն է, որ էներգատար է եւ ջրատար է իր մշակման process-ներով եւ ահռելի քանակներ է կորում։ Եվ այստեղ նաեւ ռեկուլտիվացիայի խնդիրը պետք է նաեւ բարձրացնեմ, երբ որ հանքերը վերջացնում են շահագործել, այս մոտ հաճախ այդպես անտեր թողնվում են, հետո ՄԱԿ-ի, ասենք, բնապահպանական ծրագրերով ինչ որ գրանտներ կամ ինչ որ գումարներ է ստանում պետությունը, փորձում է թաղել, գերեզման սարքել, այգի հիմնել, ինչ որ մի բան անել եւ այլն, չէ՞, բայց այստեղ որ ասում եք տնտեսարողները նաև ինչ կարող են անել, այստեղ մյուս ճյուղերի տնտեսարողների նաև պետք է ներքաշել, ինչ առումով։ Այսօր մենք արևային կայաններ են կառուցում դաշտերում, հաճախ դաշտային հողերը փչացնելով, գաղտնիք չի, չէ՞։ Ակնհայտ տեսնում ենք հեկտարներով, բայց այդ պոչամբարները կամ այդ արդեն չօգտագործվող հանքի տարածքի ռեկուլտիվացիան կարող է դառնալ նաև արևային էներգետիկ կայանների ստեղծման լավ վայր։ Օրինակներից մեկը բերեց։ Լավ վայր։ Ինչպես կարելի է օգտագործել, այո։ Կարող է նաև գյուղատնտեսության համար, անտառատնտեսության եւ այլ բաներ։ Այսինքն ոչ թե միայն մենք խոսենք հանքարդյունաբերության մեջ ներառված ձեռնարկատերերի դերակատարության մասին,
այլ նաև մյուս ձեռնարկատերերը մյուս ճյուղերի պետք է գան։ Եվ Բայց դրա այդ համար ամեն ինչը պետք է կարգավորի իհարկե, եւ այդ ռազմավարությունը, որ ես ասում եի, պետք է նաև լինի հիմնված ներքին կարիքների վրա։ Հանքարդյունաբերությունը, տեսեք, մեզ մոտ երկու ճյուղ կա, որ չի սպասարկում տնտեսությանը։ Հանքարդյունաբերությունն է, իհարկե շինանյութերի մասը հանեն, քարերը ավելը, որը շատ լավ օգտագործում է տեղական արդյունաբերության մեջ։ Մետաղական, հազվագյուտ մետաղների մնացածի մասը արտահանվում է, ինքը տնտեսական մյուս ճյուղերի զարգացմանը չի նպաստում։ Երկրորդ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որ էլի աշխատում է դրսի համար։ Երկու ճյուղ աշխատում է դրսի համար։